Սրբազան վերջի շրջանում ձեզ քննադատում են իշխանության ներկայացուցիչները եւ հաճախ նաեւ ընդդիմության ներկայացուցիչները։ Դուք ձեզ համար բացատրություն գտել եք, ինչու եք երկու կողմից թիրախավորվում։ Դա ցույց է տալիս ըստիս երկու բան։ Նախ որ ես իրոք ոչ մի կողմից չեմ ղեկավարվում, ոչ մի կողմին չեմ պատկանում, իրապես անկողմնակալ մարդ եմ։ Եվ երկրորդ, որ իմ ասածը, այո, ճշմարտություն է, որից խրճում են երկու կողմերն էլ։ Ձեզ կաշկանդում է այդ քննադատությունները, այսինքն դուք ինչ-որ պահի զգուշավորություն փորձում եք ցուցաբերել, որպեսզի թիրախում չհայտնվեք։ Չէ, զգուշավորություն չեմ ցուցաբերում, ցավոք գուցե, բայց անշուշտ երբեմն տրտմում եմ, նեղվում եմ, որովհետև այն արտահայտությունները, որ իմ հասցեին արվում են, ոչ միայն վիրավորական են, այլ նաև բնավ առնչություն չունեն ճշմարտության հետ։ Որ արտահայտություններն են ձեզ վերջի շրջանում այդպես խիստ վրդովեցել, այսինքն իշխանության կողմից, ընդդիմության կողմից։ Երկուստեք։ Երկու կողմերն էլ ցավոք իրար հետ չտալով փորձում են իմ մեջ տեսնել ոչ հոգևորականի կամ իմ մեջ չտեսնել հոգևորականի։ Թե դրանով ինչ են ուզում հասնել, չգիտեմ։ Բայց ինձ ցավ առավելապես տալիս է այն երիտասարդները, որոնք վերջիվերջո մեծացել են իմ օրոք, մանկապարտեզում են եղել ժամանակին, երբ որ ես առաջնորդ եմ եղել, այսօր հասել են չափահասության։ Իմ մասին կարող են քննադատել ինձ, ես երբեք չեմ խուսափում քննադատությունից։ Իմ մասին խոսում են պարոն Աճաբահյանով, ինչ-որ տեր ասելով։ Սա խոսում է ընդհանուր անկրտության մասին։ Ոչ թե դրանով իրենք ինձ են որակում։ Դրանով ես պարոն Աճաբահյան չեմ դառնում, բնականաբար, ոչ էլ սրբազանից վերածվում եմ պարզ տերդերի, թեև պարզ տերդեր լինելն էլ ամոթ չի։ Բայց իրենց այդ անկրտության կամ իրենց ղեկավարին ծառայելու այդ մոլուցքի նպատակը չեմ կարողանում հասկանալ։ Դա է ինձ տրտմեցնում։ Ձեր հետ կապված ասում են, քանի որ դուք քաղաքական հայտարարություններ եք անում երբեմն, պետք է պատրաստ լինեք քննադատություն լսելու։ Ես ասում եմ, ես քննադատության պատրաստ եմ։ Ես պատրաստ եմ, օրինակ, որ քննադատությունն եք դուք համարում քննադատություն։ Այսինքն իմ մասին պարոն Աճաբահյանով խոսելը դա քննադատություն է։ Չէ, օրինակ վերջերս Ինձ անվանել ստալինապաշտ տեր, սա քննադատություն է։ Հա։ Ինչ կորակեք դուք։ Դա ինչ է։ Սա վայրահաճություն է, որովհետև ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տեր։ Եվ այդ ազնվորությունը, որ ինձ ուրիշ տեղ տեսնելից շփոթվում է, ինչպես մենք շփոթվում էինք, երբ որ մեր դպրոցի տնօրենին էինք տեսնում 12 տարեկանում, ինձ տեսնելից շփոթվում, պատի հետևում թաքնվում է, լրագրողների առաջ առյուծանում է եւ ինձ անվանում է ստալինապաշտ տեր։ Ես ոչ ստալինապաշտ եմ, քավլիցի, ոչ էլ տեր։ Այստեղ ի՞նչն է քննադատություն։ Պարոն Աճաբահյանով ասելու ի՞նչն է քննադատություն։ Կամ են մի ուրիշ ընդդիմության իբրև աղջիկը, որ ասում է քայլող անտեղյակություն, սա ինչ քննադատություն է, ես քայլող անտեղյակություն եմ։ Նման եմ քայլող անտեղյակության։ Հիմա այս պահին նստած անտեղյակության նման եմ։ Եթե ես քայլող եւ կամ նստած անտեղյակություն եմ, ինչի լրագրողները իրար հետ չտալով ինձանից հարցազրույց եք վերցնում։
Ես եմ ձեզ կաշառում, ձեզ փող եմ տվել, որ եկել եք։ Ամենևին մենք սիրով ենք եկել։ Ուրեմն քննադատություն չկա, ես քննադատությունից ոչ վախեցողն եմ, ոչ սարսափողն եմ, ընդհակառակը, ովքեր որից լավ ճանաչում են, իրենք գիտեն, որ իմ աշխատողները հավաքարարը կարող է ինձ քննադատել։ Դուք մի օր գաղտնի տեսախցիկով կարող եք նկարահանել, ասենք թե իմ եւ ասենք հավաքարարի խոսակցությունը, եւ կտեսնեք թե հավաքարարը ինչպես կխոսի ինձ հետ, հավասար ընդհավասարի։ Եվ դրա համար պատիժ չի ստանա, չի հեռացվի աշխատանքից։ Իմ աշխատակիցների մեջ տոկոս են կազմում, որոնք բացահայտ այս իշխանության կողմնակից են։ Երբևիցե ես իրենց հետ այս մասին խոսակցություն անգամ բացած չկամ, որպես իրենք իրենց ված չզգան եւ ենթակա վերադաս իմաստով իրենց համոզմունքները չվերանայեն գոնե ցուցադրաբար կամ ես այս բոլոր դեմոկրատ կոչվածներից, թեև ես ինքս մոնարխիստ եմ, հա, ես ասել եմ ուրիշ անգամ, որ ես մոնարխիստ եմ, բայց այս բոլոր դեմոկրատ կոչվածներից իմ վարկով ավելի դեմոկրատ եմ։ Հենց այս պարդեզի աշխատողների կարող եք խոսել, տեսնել։ Ես իրենց հետ իբրև վերադաս եմ հարաբերվում, թե իբրև հոգևորականը իր հոտի որևիցե մի անդամ է։ Ձեզ ասում են Ստալինապաշտ։ Եվ ինձ ասում են Ստալինապաշտ տեր։ Թող քննադատեն իմ հայացները, քաղաքական հայացները, նույն անդիմություն, ասենք, հանրապետական կուսակցությունը, թող քննադատի, ով է իրենց բան ասում։ Բայց ես քայլող անտեղյակություն եմ։ Կամ ինչպես են մյուսներ ասել, ինչ էր ասել, դիվային էգոցենտրիկ։ Ես դիվային էգոցենտրիկ եմ։ Ինչու են անհանդուրժող ձեր խոսքի նկատմամբ, ձեր խոսքի Արդեն ծանրակշիռ է գուցե հանրային տեսանկյունից ավելի։ Ես չէ որ պիտի դա ասեմ, իմ խոսքը ծանրակշիռ է թե ոչ։ Դուք պետք է ասեք ծանրակշիռ է թե ոչ։ Իմ ասածը կարող է լինել մերկապարանոց հայտարարություն, էգոցենտրիկ հայտարարություն կարող է լինել իմը, եթե ես ասեմ, այո, իմ խոսքը ծանրակշիռ է, դուք պետք է ասեք, ձեր ներկայությունը ստեղ խոսում է այն մասին, որ իմ խոսքը ծանրակշիռ է, այլապես ստեղ չէիք լինի, կարծում եմ։ Ձեզ շատ մտահոգում է, դուք ձեր հարցազրույցներում շատ եք խոսում այդ մասին, ընդհանուր երկրի վիճակը եւ ձեզ վրդովեցնում է, որ քաղաքական ուժերը չեն կարողանում ճիշտ լուծումներով առաջ գնալ։ Այդ վիճակին դուք միշտ անդրադառնում եք։ Սրբազան ո՞րն է խնդիրը, այսինքն ուժերի մեջ է խնդիրը, հանրության մեջ է խնդիրը։ Ինչու մենք չենք կարողանում երկրի հետ կապված հարցերում, պետության, պետականության, ազգի հետ կապված հարցերում ճիշտ ուղիներ ընտրել։ Որովհետև այն ինչի մեջ որից մեղադրում են էգոցենտրիկության, այդ բոլոր քաղաքական ուժերի բոլոր լիդերները եւ ոչ լիդերները էգոցենտրիկ են։ Ինչու, որովհետև ցանկացած քննադատական խոսք իրենց հասեին, իրենք վերածում են թշնամանքի։ Ես թշնամանք չունեմ ոչ առաջին նախագահի նկատմամբ, ոչ երկրորդ նախագահի նկատմամբ, ոչ երրորդ նախագահի նկատմամբ։ Հիմա ես իմ ասածներ են ծուր մեկնաբանել, ասում, ոնց թե թշնամի չես, ինչու թշնամի չես, այդ հանցագործների նկատմամբ։ Թշնամի չեմ, ոչ առաջին նախագահի նկատմամբ, ոչ երկրորդ, ոչ երրորդ։ Թշնամի չեմ նույնիսկ սրանց, բայց այս պահին ասել եմ, մի բան կա, որ ես չեմ ների, այդ ստորագրությունը իմ հայրենիքի հանձնման, սա ես չեմ ների։ Հասկանում ես, հայրենիքի հանձնման ստորագրությունը չեմ ների։ Ոչ թե իր կերպարն էլ անընդունելի է, բայց ոչ թե իր կերպարի անընդունելիության պատճառով, այլ ինքը հանձնել է իմ հայրենիքը։ Ես Արցախում չեմ ծնվել, չեմ մեծացել, ընդամենը 2 տարի ծառայել եմ այնտեղ։ Եվ իմ արմատները 1000 տարի առաջ, եթե հաշվենք, Արցախում են։ Այդ իմ հայրենիքն է։ Ինչպես իմ հայրենիքն է նաև Սիսը, Մուշը, Վանը, իրական եւ ոչ իրական Հայաստանի յուրաքանչյուր թիզը իմ հայրենիքն է։ Ուրեմն թշնամի չեմ ոչ մեկի հետ։ Բայց երբ որ որևիցե մեկի հասցեին քննադատական, այդ իմը քննադատական խոսք, երբ որ քննադատական խոսք ես հնչեցնում, անձնական թշնամության են վերածում։
Ինչու՞ պիտի երկրորդ նախագահ, երրորդ նախագահի հետ ինչ-որ ճշնամական հարց ունի, կամ առաջինը երկրորդի կամ երրորդի հետ, կամ երրորդը երկրորդի հետ։ Ինչու պետք է լինի այդպես։ Որովհետև մեկ մյուսին քննադատել է։ Լավ քննադատել է, լավ է արել, բայց ինչու պետք է վերածել քննադատություն ազնական ճշնամանքի։ Մենք հայերս չենք կարողանում, էլի, այդ փոխադարձ բանավեճը, անհամաձայնությունը, գաղափարական անհամաձայնությունը չվերածելու անձնական ճշնամանքի։ Ուղղակի չեք կարողանում։ Ինչն է խանգարում։ Հայկական բնավորությունն է խանգարում։ Այդ որ ասում ենք վերածում ենք, իրար այնպիսի բաներ ենք ասում, հասկանում ես, հա, որ ասում է հետո աններելի վիճակ ենք ստեղծում։ Ինձ էլ են վերագրում երբեմն այդպիսի բան, ասում են, որ սրբազան, դուք էլ եք երբեմն խիստ խոսույթ, հա, ես կարող եմ խիստ խոսույթ օգտագործում եմ։ Հա, բայց այդ խիստ խոսույթի դիմաց չեմ թշնամանում։ Իմ նկատմամբ էլ խիստ խոսույթ այս վիրավորական արտահայտությունները օգտագործողների հետ ես թշնամի չեմ։ Ընդամենը կարող են գալ նույնիսկ կես ներողություն կամ ներողություն չխնդրել, ես կներեմ կանստիկը կներես, իրենց հետ թշնամանք չունեմ, առավել ևս կանանց հետ։ Հասկանում ես, ինձ համար իմ տղամարդկային եւ հոգեվորականի, ասենք, կարգավիճակին անհարիր է կնոջ նկատմամբ թշնամանք ունենալ։ Ես իսկ տղամարդ հոգեվորական չեմ համարի, որ որևիցե մի կնոջ նկատմամբ թշնամանք ունենամ։ Ես ազնական թշնամանքի իմ նույնիսկ ամենախիստ խոսույթից հետո այդ մարդուն թշնամի չեմ դառնում, եւ ոչ էլ իմ հասցեին ամենավիրավորական արտահայտություններից հետո թշնամի չեմ դառնում։ Այս նույնը պետք է ունենա յուրաքանչյուր ոք։ Չի կարողանում ունենալ։ Չի կարողանում։ Այդտեղից էլ լինում է այս անհամաձայնությունը, անմիաբանությունը, հազար կդոր լինելը, որովհետեւ ամեն մեկը ինչ-որ մեկին անուղղելի թշնամի է։ Ասում եմ, որ դուք ավելի շատ պաշտպանում եք երկրորդ նախագահին՝ ի տարբերություն համեմատության մեջ։ Երրորդ նախագահի հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին։ Այս իշխանության հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին։ Առաջինի հետ համեմատության մեջ պաշտպանում եմ երկրորդ նախագահին, բայց իդեալագանի հետ համեմատության մեջ, իդեալագանը ուր, երկրորդ նախագահ ուր։ Ուրեմն 4-ն էլ փաստորեն, այսինքն օգտակար չեն եղել այս երկրին եւ այս պետությանը, բայց ամենից քիչ վնաս, հա, գոնե տերիտորիալ ամբողջականության, հա, անվտանգության առումով եղել է երկրորդ նախագահի օրոք։ Ես այս եմ ասում։ Այնպես չեղավ, որ ես երկրորդ նախագահին պաշտպանում եմ բանային մոլերանտ պաշտպանողների պես, ոչ։ Բայց համեմատության մեջ, երբ որ համեմատում եք, համեմատության մեջ ասում եմ, այո, նախապատվությունը գնում է երկրորդ նախագահ։ Ես որ ասում եմ, շատերը իմ մտերիմներից ինձ հետ հիմա թշնամանալու են, որովհետև իրենց համար Ռոբերտ Քոչարյանը հենց սարսափելի կերպար է։ Ինձ համար սարսափելի կերպար չի։ Այդքան բան։ Սխալվում եմ, թող ինձ ցույց տանես, ասում են մարտի 1 հոկտեմբերի 27։ Ինչ կապ ունի այդ մարտը հոկտեմբերի 27 մարտի 1-ի հետ։ Եթե ինքն է բանդում բդիրին, ինչի բանդում չի։ Եթե բանդում եղել է արդեն դուրս է եկել, ուրեմն էլի արդեն ինքն մեղքը քավել է։ Ինչ է նշանակում հոկտեմբերի, ով է նոմա հոկտեմբերի 27 մարտի 1, հոկտեմբերի 27 մարտի 1։ Այդ մարտը ինչու բանդում չի։ Եթե հոկտեմբերի 27-ի մեղավորն է, մարտի 1-ի մեղավորն է, ինչու բանդում չի։ Թող դատարանը ապացուցի, որ ինքը մեղավոր է, մարտը բանդում լինի, ես էլ ամաչեմ, որ ասեմ ոնց թե, այսպիսի հանցագործին ոնց եմ ես գերադասել ամեղ հրեշտակ առաջին եւ երրորդ նախագահների հետ։ Այս այլապես այս ազգային այս ինքնախապեյության, մասսայական կոլեկտիվ ինքնախապեյության մեջ ես չեմ կարող մտնել։
Ամեն մի բան շուկայում կանաչի ծախող համոզված է, որ հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է, հա, բայց դատարանը չի կարողանում ապացուցել։ Տեսեք, Ես դատարանին ավելի եմ հավատում, քան շուկայում կանաչի վաճառողին։ Իմ սխալը դա է։ Դրանում եմ սխալ։ Կանաչի վաճառողին հավատամ։ Ինչ եք առաջարկում դուք, ձեր առաջարկությունը։ Դուք ավելի լավ գիտեք, որն է ճիշտը։ Սրբազան, տեսեք, այս հայտարարությունների հետ կապված միշտ այդ հարցը լինում է հոգեբորականների եւ քաղաքականության կապի մասին։ Որտեղ է ավարտվում եւ որտեղ է սկսվում հոգեբորականի չքաղաքականացված լինելու մասին։ Ես ամենաչքաղաքականացված հոգեբորականն եմ։ Բայց քաղաքական քննադատություններ եք հնչեցնում։ Հարցնում եք, ասում եմ, մի հարցրեք, չասեմ։ Սխալը եղել է երևի առաջին լրագրողը, չգիտեմ որ թվականին երբ, որ առաջին անգամ քաղաքական հարց է տվել։ Որից հետո ուրեմն գնացել է շղթայական ռեակցիա, բոլորը իրար հետ չտալով ինձ քաղաքական հարցեր եք տալիս։ Ուրեմն այդ սխալը պետք է փնտրել այն ամենաառաջին լրագրողին, որի չեմ հիշում։ Մեղավորը լրագրողներն են։ Ուրեմն ով որ ինձ քաղաքական հարց է տվել։ Ինձ քաղաքական հարց մի տվեք, ես էլ քաղաքականությունից չեմ խոսի։ Ես 1000 անգամ ասել եմ։ Ես երբեք ինքնամատույց չեմ լինում։ Երբեք լրագրողին չեմ ասում, արի բան ունեմ ասել։ Ես երբևիցե չի եղել որևիցե լրագրող, որին ուղղորդեմ, թե ինք ինչ հարց պիտի տա։ Երբևիցե չի եղել, որ որևիցե մի լրագրողի հետ նախապես պայմանավորվենք, թե ինչպիսի հարցեր պիտի տան։ Չի եղել դեպք, երբ որ ինչ-որ մի հարցից ես խուսափեմ։ Հիմա վերջերս մի երկու անգամ խուսափեցի, զուտ ուղղակի ոչ թե խուսափելու համար, այլ հեռու լինելու համար։ Հասկանու՞մ։ Հետևաբար ես ամենաչքաղաքականացված հոգեբորականներից եմ։ Բայց ես մեղադրում են քաղաքականացված լինելու մեջ։ Թող մեղադրեն։ Ես ինչ ես ասել եմ, ես ուզում եմ մարզպետ լինել, քաղաքապետ լինել, վարչապետ լինել, նախագահ լինել, կուսակցության առաջնորդ լինել։ Նման հայտ ներկայացրել եմ։ Ներկայացրել եմ նման հայտ։ Ինչ է նշանակում քաղաք։ Ես ամենա արեստավարժ պրոֆեսիոնալ հոգեբորականների թվին եմ պատկանում։ Մի քիչ ինքնագոհությամբ զբաղվենք, էլի, քանի որ բոլորը փնովում եք։ Հետաքրքիր է, որ օրերս, երբ որ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայում էր, Սրբազան, այնտեղի հոգևոր թեմի առաջնորդը հայտարարություններ էր արել Եվրամիության հետ կապված, իշխանության, քաղաքականության հետ կապված, եւ դա դատապարտվեց եւ Մայրաթորը համապատասխան հայտարարությամբ հանդես։ Ով դատապարտեց։ Տարբեր շրջանակներ ասում են, չպետք է հոգեբորականը նման հայտարարություններ անի եւ Մայրաթորն էլ Հիմա տես նույն բանը, չէ, հիմա իշխանականները ճատ ծափահարեցին։ Չասին, ստոպ, Սրբազան։ Քաղաքական հայտարարություններ մի արեք։ Ուրախացան, ծափահարեցին, իրենց սրտի հոգեբորականին գտան ի վերջո։ Վազգեն Սրբազանը մեր եղբայրն է։ 40 եւ ավելի տարիների մտերմություն ունենք, բարեկամություն ունենք, անցած ճանապարհ ունենք, վաստակ ունենք, սայթագումներ ունենք, բայց 18 թիվը եղել է ջրբաժան, այսպես ասած։ Մեր քաղաքական հայացքները բաժանվել են։ Բայց եթե օրինակի համար հիմա ԿՊ-ն անկեղծ է, ինչպես որ չի ընդունում իմ քաղաքական հայտարարությունները, նույնպես պիտի չընդունի Վազգեն Սրբազանի քաղաքական հայտարարությունները, ասելով որ դա քաղաքական հայտարարություններ անում։ Սրբազան ինչ գործն է։ Մենք որ ուղղությամբ կընթանանք Եվրամիություն, թե դեպի Ռուսաստան, թե դեպի Չինաստան։ Սրբազանի գործը չի, բա թող ասեն, ինչ չեն ասում։ Ուրեմն յուրաքանչյուր քաղաքական կուսակցության, եթե հարազատ բան ես ասում, դառնում ես իրենց սրտի հոգեբորականը։ Երբ որ հակառակ բան ես ասում, անընդունելի հոգեբորական ես։ Այս
մտածումից պետք է դուրս գան մեր քաղաքական լիդերները։ Հասկանում եք։ Եվ նաև հասկանան, որ եկեղեցականները քաղաքական հարցերում տարբեր դիրքորոշումներ ունեն։ Բայց ոչ բոլորն են արտահայտվում, ինչու չեն արտահայտվում։ Ուրեմն ասեմ, օրինակի համար ես ասեմ, ինչու Վազգեն Սրբազանը թերևս արտահայտվեց եւ ճիշտ արեց, որ արտահայտվեց։ Մարդ արտահայտվեց եւ իրեն չեն ասի պարոն Միրզախանյան, չեն ասի Ստալինապաշտ դեր։ Մարդը ճիշտ որոշում կայացրեց։ Թե չէ նույն են սուբյեկտները, չէ, ելնելու էին, ասելու էին պարոն Միրզախանյանը Ստալինապաշտ դերներից մեկն է։ Չէ, մարդը ճիշտ որոշում կատարեց, որպեսզի չանվանվի պարոն Միրզախանյան, չանվանվի ԿՊ-ի կողմից քայլող անտեղյակություն, չորակվի իբրև Կրեմլի գործակալ եւ Ստալինապաշտ դեր։ Վատ է, մարդը ճիշտ որոշում է կայացրել։ Ընտրության հարց է, ընտրել է այդ ճանապարհը։ Այո։ Ես էլ խելք ունենայի, այդպիսի բաներ կասեի, ինձ էլ չէին ասի պարոն Աճաբահյան, չէին ասի քայլող անտեղյակություն, չէին ասի Կրեմլի գործակալ, չէին ասի Ստալինապաշտ դեր։ Ես ճիշտ եմ նկատում, ձեզ խոցել են այդ հայտարարությունները, որովհետև անդադար երբ որ կրկնում եք, ես հասկանում եմ, որ դա ձեզ նեղացրել է։ Ուրեմն ես նաև ուզես կրկնում եմ այն բանի համար, որ ասողները հասկանան։ Իրենց համար եմ ասում, ասողները հասկանան, որ վերջի ասելով չի։ Ես ինքս բժշկվող եմ, ես շատ բժշկվող մարդ եմ, լեզվի վերքից շատ հեշտությամբ բժշկվող մարդ եմ։ Բայց իրենք կարող է չբժշկվեն, իրենց լեզվի վերքից։ Իրենք պիտի զգույշ լինեն այս արտահայտությունների մեջ, նամանավանդ, երբ որ այդ արտահայտությունները իրենք գիտեն, որ իրականությանը չի համապատասխանում։ Հիմա այդ քայլող անտեղյակություն ասողը իրոք ինձ համարում է, որ ես քայլող անտեղյակություն եմ։ Ես իր եւ իր ընտանիքի քաշի չափ, հասկանում ես, բազմապատկած մի քանի անգամ, գրականություն եմ ընթերցել, բոլոր տեսակի, ոչ միայն գեղարվեստական, ոչ միայն աստվածաբանական, ոչ միայն փիլիսոփայական, եւ շարունակում եմ ընթերցել, ինքը իմ հետևից չի կարող հասնել։ Ինչպես կարելի է ինձ անվանել քայլող անտեղյակություն։ Կամ որևիցե մեկին, ով իրենից իր հոր տարիքին է։ Իր հոր տարիքի մարդը կարող է լինել քայլող անտեղյակություն։ Ոսկե ես իրենց դաստիարակելու համար եմ ասում, ոչ թե իմ վիրավորանքը ցույց տալու համար, հիմա տեսեք, էլի սխալ եզրակացություն եք անում։ Չէ, սխալ չեմ անում։ Պարզապես ես ուզում եմ հասկանալ ինչպես է ընկալվել այդ ամեն ինչը։ Սրբազան, մենք խոսեցինք հոգևորականների տարբեր հայացքների հետ կապված, բայց այստեղ կա մի բայց, որի մասին միշտ տարբեր մարդիկ հիշեցնում են մայրաթոռի դիրքորոշումը, երբ որ հոգևորականը քաղաքական գործընթացներում հայտարարություններ է անում։ Մի դեպքում ասում են ինչու է աջակցում, մի դեպքում ասում են ինչու է զգուշավորության կոչեր անում։ Ով է զգուշավորություն։ Ասել է վերջին Վազգեն Սրբազանի հետ կապված մայրաթոռը ասել էր, որ պետք է խոսքի մեջ զգույշ լինել։ Այո, պետք է խոսքի մեջ զգույշ լինել, իհարկե պետք է զգույշ լինել։ Նույնը մեզ էլ են ասում։ Այնպես չի, որ մեզ չեն ասում։ Նույնը ինձ էլ են ասում, որ խոսքի մեջ պետք է զգուշավոր լինել։ Անեն չի, որ միայն քանի որ ինքը ուրեմն օրվա իշխանությանը հաճելի բաներ է ասել, ինձ էլ են ասում։ Հիմա ուղղակի բախտս բերել է, ինչ հայտարարության տեքստով չեն ասել, բայց ինձ էլ են ասում։ Իհարկե, հոգևորականը պետք է զգուշավոր լինի իր արտահայտությունների մեջ։ Հիմա Վազգեն Սրբազանի պարագային, գիտեք, վերջ-վերջո ոչ մի հոգևորական խնդիր չի տեսնում նրա մեջ, որ օրվա վարչապետին ինքը դիմավորել է։ Ոչ մեկը խնդիր չի տեսնում դրա մեջ, թե օրվա վարչապետին ողջունել է։ Դուք տեսնում եք, շատերն են տեսնում, չէ, ձեռքը չպետք է սեղմել դավաճանի, չէ, պետք է բան չաներ դա։ Եկեղեցին նման խնդիր չի տեսնում։
որ առաջնորդը տեղի պայմանները եւ տեղի գուցե բան որոշ հարցեր նկատի ունենալով պատշաճ է նկատի, որ դիմավորի պատշաճ է նկատել, որ ողջ ունի, բայց այդ ողջ ունի բովանդակությունը պետք է հարիր լինի այն մոդեցումներին, որը եկեղեցին դրսևորում է, չէ՞։ Այսօրվա իշխանության նկատմամբ։ Այդտեղ շեղում է արձանագրվել։ Շեղում եք ներդեք տեսնել, որ այդ աղմուկը բարձրացրել եք։ Աղմուկը չի բարձրացրել մայրաթորը։ Աղմուկը բարձրացրել եք դուք։ Չէ՞։ Մայրաթորը լսել է այդ տեքստը, տեսել է այդ տեքստը եւ աղմուկ չի բարձրացրել։ Հետո Վազգեն Սրբազանը ափսոսանքի հայտնել։ Հետո դուք աղմուկ եք բարձրացրել լրագրողները, ի ձեր աղմուկին ի պատասխան մայրաթորը այդ հայտարարությունն է արել։ Այնպես որ այո, այդ հայտարարության, այդ ողջունի բովանդակության հետ ես էլ խնդիրներ ունեմ, բայց ես մայրաթորը չեմ։ Ես մայրաթորի մի փողակն եմ, մի աշխատող կամ չաշխատող, չգիտեմ։ Ուրեմն ոչ դիմավորելու, ոչ ողջունի խոսք ասելու հետ մայրաթորը խնդիր չունի։ Բայց այդ բովանդակությունը պետք է հարիր լինի այն քաղաքական եկեղեցական քաղաքական, ոչ թե ձեր քաղաքական, եկեղեցական քաղաքականության այն գծին, որը վարում է մայրաթորը։ Իսկ ո՞րն է այդ գիծը։ Այն, որ այսօրվա իշխանության նկատմամբ վերապակեցվածք ունի եկեղեցին։ Շատ պարզ է, որ վերապակեցվածք, եւ դա գալիս է ոչ թե իրենի, այլ նաեւ դրա սադրողը եղել է այսօրվա իշխանությունը։ Հետո այնտեղ ովքեր էին ներկա։ Արսեն Թորոսյան։ Ուրիշ մեկն էլ կար, չեն դեռ այդ կերպարներից, անընդունելի կերպարներից մեկը եկեղեցու։ Հա, բանը, նախարարը, տիկին նախարարը։ Բայց տիկին նախարարը լծված է հայ եկեղեցու պատմությունը հանելու, որի դեմ բազմիցս բողոքել է եկեղեցին։ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ինքը երազում է տեսնել եկեղեցու լիկվիդացումը։ Բայց այդ մարդկաց ներկայության, ինչ է բան եւ այլն։ Ես հասկանում եք։ Մի երկու խոսքեր քննադատական ասա։ Ասա ողջունում ենք ձեր էս։ Նաեւ էս քայլերի նկատմամբ ներողություն, էս ինչ է։ Դա շատ նորմալ կլիներ, շատ ընդունելի կլիներ։ Երկու կողմերի համար էլ ընդունելի կլներ։ Աշուշ ԿՊ-ի համար չէր ունի, ոնց թե իրենց սուրբը անսխալական չի լինի։ Ուրեմն դա, սա ես ասում եմ իմ անձնական էլի կարծիքը եղած հայտարարության, ձեր ուրեմն այդ բարձրացրած եւ այլնի բանով իմ մոտեցումը, որը ես նաեւ անձնապես կասեմ եւ կասեի Վազգեն Սրբազանին։ Վազգեն Սրբազանին կասեք, թե Նիկոլ Փաշինյանին, որտեվ ես օրինակ Ես Նիկոլ Փաշինյանին չեմ բարևի, ձեռքը չեմ սեղմի, չեմ դիմավորի, իմ կեցվածքը սա է։ Եվ այս ամեն ինչը ներողություն սկսվել է ինձանից, երևի դուք իբրև լրագրող ինչպես միշտ մոռանում եք, թե պատմությունը ինչպես է սկսվել։ Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմելուց հրաժարվելու առաջին հոգևորականը եղել եմ ես։ Դեկտեմբերի 7-ին 2020 թվականին։ Երբ որ չեմ գնացել հոգեհանգստյան արարողության, երկրաշարժի զոհերի, որբեսի չտեսնեմ իր դեմքը եւ պարտադրված չլինեմ արարողակարգային իր ձեռք սեղման եւ դրա մասին հայտարարել եմ։ Դրանից հետո է եղել Սիսյանի քահանայի դեպքը եւ մնացած դեպքերը։ Հետևաբար ես 2020 թվականին եմ ասել, որ ինքը իմ հենց այսպես բառերն եմ օգտագործել, ասել եմ ինքը իմ վարչապետը չէ։ Եվ եթե ինքը իմ վարչապետը չէ, ես իրա ձեռքը սեղմելու անհրաժեշտություն չունեմ։ Բա ինձ ասել են, գնայր չսեղմեիր, ասել եմ չեմ գնացի, չէ, որ սկանդալ չլինի։ Դա ավելի վատ կդիտվեր, չէ, գնաս այնտեղ, հա, եւ չբարևես, ձեռքը սեղմել։ Հիմա հետևաբար նախ ինքը եկել է Գյումրի եկեղեցի մտել է, ես եկեղեցում եղել եմ, ոչ իմ կողմը նայել է, ոչ ես իր կողմը նայել եմ, մտել է, գնացել է։ Ես պարտադրված չեմ զգացել ոչ իրեն ողջունելու, ոչ դիմավորելու, ոչ ձեռքը սեղմելու, ոչ իրեն փառաբանական ինչ-որ ներբող խոսի հյուսելու։
Իմ կեցվածքը շատ հստակ է։ Քանի որ Մայրաթորի դիրքորոշման մասին խոսեցինք, հիշում ենք, դա էլ ենք հիշում, որ Մայրաթորը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այսինքն շարունակում է հավատարիմ այդ գծին մնալ։ Այդ մասին վեհապարն է հայտարարել, ես չէ որ հայտարարել եմ։ Այդ մասին հարցրեցիք ինչ-որ մի պահի վեհապարին, վեհապարը ասեց, որ այո, դա մնում է անփոփոխ եւ կմնա անփոփոխ, ինքն է ասել, ես չեմ ասել։ Մենք միշտ խոսում ենք միավորման, ազգային կոնսոլիդացիայի մասին, երբ որ տևական ժամանակ հոգևոր եւ քաղաքական էլիտան նման պառակտվածությամբ, նման վիճակում է։ Մենք պառակտված չենք։ Իրենք են պառակտված, մեզ մի վերագրեք պառակտումը։ Տեսեք, որ հենց Էստոնիայի դեպքով ցույց է տրվում, որ եկեղեցին նույնիսկ ամեն դեպքում օրվա իշխանության նկատմամբ իր լոյալության այն չափաբաժինը, որ պիտի պահի, պահում է։ Հիմա Վազգեսրբազը մի քիչ ավել, բայց պահում է լոյալությունը։ Լոյալությունը պահում է։ Իշխանությունն է, որ չի պահում։ Իշխանությունն է, որ նույնիսկ արարողակարգային հարցերում, հասկանում ես, չի պահում այն լոյալությունը, որը պիտի պահեր։ Եկեղեցին պահում է։ Այո, ասում է, ինձ համար անընդունելի իշխանություն է, որովհետև էս պատճառով, բայց իշխանություն է։ Հայաստանի իշխանությունն է։ Եվ այն ինչով որ անհրաժեշտ է, որպեսզի շփվենք եւ հաղորդակցվենք, այդ շփումը եւ հաղորդակցությունը մենք պահելու պատրաստ ենք։ Բայց իրենք ասում են, մինչև չխոնարհվեք, մինչև մեզ չասեք, որ մենք լավն ենք, մենք ձեզ հետ չենք շփվել, էլի շփվեք։ Մենք դա տեսել ենք։ Դուք չեք տեսել, նոր սերունդ եք, չեք տեսել, մենք տեսել ենք։ Սովետական տարիներ ես ասում եմ 1975 թվականից ես մտել եմ եկեղեցական ասպարեզ, մինչև 90 թվական 15 տարի լի վայելել եմ սովետական կարգերի այդ թշնամական հանդուրժողականությունը եկեղեցու նկատմամբ։ Ինձ համար էս մի տարօրինակ բան չի, դեժավյու է։ Եվ Գյումրիի մասին վերջում, արդեն 2 շաբաթ կլինի, նոր իշխանություն է, ինչ տրամադրություններ են փոխվել, ինչ որ մի բան փոխվել է քաղաքում։ Էլը շուտ է, որ ինչ-որ բան փոխվի, ինչ պիտի փոխվի։ Որը թող աշխատի տեսնենք։ Հանրային տրամադրությունների առումով էլ ոչինչ լավ, վատ, սպասողական։ Չէ, բան չկա, չէ։ Այս քաղաքը մի բան բազմաթիվ անգամներ ասել եմ։ Այս քաղաքը դից ամեն բանից ոչ ոգևորվողն է, ոչ հուսահատվողն է։ Այս քաղաքը այնքան լավ ու վատ բաներ է տեսել, աշխարհի ամենալավ բաներն էլ է տեսել, աշխարհի ամենավատ բաներն էլ է տեսել։ Այս ժողովուրդը այնքան էս լավ ու վատի, քամու, շոկի, ցրտի, տաքի մեջ այնքան է կոփվել, որ իրեն ամեն մի հասարակ բանից ոչ հնարավոր է հուզել, ոչ ոգևորել, ոչ սառեցնել։ Գյումրեցին Հայաստանի Հանրապետության մեջ շատ յուրահատուկ տեսակ է։ Մեծամասնությունը չեք հասկանում։ Շատ հաճախ գյումրեցին ինքն էլ չգիտի այդ մասին։ Ինք ուղղակի ապրում իր կյանքը սովորաբար, առանց իմանալու թե ինք ինչ յուրատեսակ։ Որն է յուրատեսակ գաղտնիքը, չէ, ինչպես դժվարությունները տանող եւ ոգևորվող։ Այո, ամեն ինչ, եւ ուրախությունը, եւ տխրությունը շատ հավասարաչափ սկեպտիկությամբ կամ ստոիկությամբ տանող մարդ է գյումրեցին։ Ոչ հաջողությունից է ոգևորվում, ոչ դժբախտությունից է հուսահատվում։ Ես ուրիշ անգամներ ասել եմ, օրինակի համար այդ մագարտակի եգրաշարժ եւ այդ մագարտակի ուրեմն դժբախտություն Աստված մի արասցե։ Աստված մի առաջիկա 1000, 2000, 3000 տարում Աստված մի արասցե, որ Հայաստանի որևիցե մի շրջանում լինի։ Որևիցե մի շրջան չէր դիմա։ Որևիցե մի շրջան, որևիցե մի քաղաք, որևիցե մի չէր դիմանա այն հարվածին, ինչին, որ դիմացել է եւ դիմացել է եւ դիմանում է Գյումրեցին։